հանրային մեղադրողների կողմից որևէ ձևով չի ընդունվել կնոջը ազատ արձակելու տվյալ դեպքում Լիդիային Մանթաշյան եւ առ այսօր անհասկանալի ինքը շարունակում է սրանք հենց այդ չգիտեմ նպատակներն են որի հետևից գնում են այս իշխանությունները վերացնել, ոչնչացնել, սպանել, կեղեքել ցանկացած անձի, ով կփորձի իր այլակարգության հետևից գնալ։ Մենք մի փոքր շմատեցանք, չգիտեմ, միգուցե հարցը ինչև է արդեն, բայց ուզեի նաև անդրադառնանք այսօր տեղի ունեցող ՎՀ-ժողովի Եվրանեստի, որի ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավորները եւ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիկյանյանը ներկայացրել են ծրագիր առաջարկ արցախցիների հետ վերադարձի հետ կապված, սակայն ԿՓ-ականները մերժել են, այսինքն դեմ են քվեարկել, ինչ կասեք այս մասին։ Նայեք, նախ բանաձև են առաջարկել, բանաձևի ընդունում տեղի ունենար տրամաբանորեն պիտի այդպես լիներ եւ այդ բանաձևին միացել էին նաեւ երկու եվրոպացի падգամավորներ, ոչ միայն անդիմադիր դաշտի падգամավորներ էին, այլ նաեւ եվրոպական սոցիալիստական падգամավորներ էին։ Գիտեք, անկեղծ ասած ես հենց այդպես էլ մտածում եմ, որ այդպես էլ լինելու էր եւ զարմանալի կլիներ, եթե հակառակը լիներ, որովհետեւ այս մարդիկ անընդհատ եկեք ասենք, հա, իրենք հանձնել են Արցախը, իրենք նվիրել են թշնամուն։ Բնական է, օրինաչափ է այն ինչ որ հիմա տեղի է ունենում։ Գիտեք, այս ամեն ինչի ֆոնին, եթե ես ձեզ ասեմ, միգուցե այդտեղ դուք իրականում կզարմանաք, որ վերջերս մի քանի օր առաջ մենք հանդիպում ենք ունեցել Արցախի ազգային ժողովի կողմից ձևավորված հանձնախմբի անդամների կողմից, ովքեր հենց արցախցիների վերադարձի իրավունքն են աշխարհի տարբեր հարթակներում ներկայացնում, եւ ես ասեմ, որ ոգևորություն էր այն դրական արձագանքը, որ այսօր ունի արդեն հանձնախումբը, որովհետև այսօր արդեն հանձնախումբը մուտք է գործել այնպիսի հարթակներ միջազգային, որոնց մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում է, որ այնտեղ այդ հարթակներում փակ է Արցախի հարցը։ Եվ ես ձեզ ասեմ, Շվեյցարիան, որը ընդունեց բանաձևը եւ այնուհետեւ դրան միացան քրիստոնեական միջազգային կազմակերպությունը միացավ, ստեղծել են համատեղ հանձնախումբ, որով արդեն հանդիպումներ են տեղի ունեցել Ամերիկայում սենատորների հետ եւ հավանականություն կա նաեւ նմանատիպ բանաձևի ընդունումը Ամերիկայում, նմանաձև բանաձևի ընդունման հնարավորություն կա Բելգիայում եւ այս պահին նաեւ բանակցություններ են գնում տարբեր հարթակներում միջազգային այդ բանաձևերը ընդունելու եւ տեսեք աբսուրդը որն է Հայաստանում նման բանաձևին դեմ են քվեարկում սա այս իշխանությունների իրական պատկերն է վաղը մենք այս նույն դեմքի արտահայտությամբ զարմանալու ենք, երբ որ նման հարցի քննարկում Հայաստանի շուրջ արդեն լինի, բայց քանի կան այս իշխանությունները, այո, եկեք չզարմանանք, այլ փորձենք ազատվել նման իշխանություններից, որովհետև ամեն անգամ մենք քննարկում ենք, զարմանում ենք եւ ձեռքներս գցելով փրփուրներից դիմում ենք միջազգային կառույցներին ու հանրությանը։ Եվ ես ձեզ ասեմ, երբ մենք հանձնախմբի հետ այդ հանդիպումը ունեցել ենք, իրենք մեզ ասել են, որ դրական տեղաշարժը շատ մեծ է։ Գործնական աշխատանքները ողջ եռանդով ընթանում են, սակայն գալու է մի պահ, երբ արդեն կոնկրետ գործընթացներին պետք է միանան Հայաստանի իշխանությունները։ Հասկանալի է, որ այս իշխանություններով դա չի կարող տեղի ունենալ։ Բանաձևերի ընդունման համար դուք ունեք հստակ ժամկետներ կամ ենթադրում եք, երբ դրանք կստորագրվեն Բելգիայում, Միացյալ Նահանգներում եւ այլ պարլամենտներում։ Տեսեք, Շվեյցարիայում արդեն տեղի ունեցածից հետո, երբ բանաձևը ընդունվեց, այդ բանաձևին միացավ նաեւ, ինչպես նշեցի, միջազգային քրիստոնեական կազմակերպությունը։ Հիմա կա համատեղ ստեղծված հանձնախումբ Շվեյցարիայի падգամավորներից։ Տեսեք, Շվեյցարիայի խորհրդարանը, դուք պատկերացնում եք լրջությունը, ստեղծել է հանձնախումբ
Այն հանձնախումբը, որը այստեղ մերժեց ԿՊՆ-ի, հանձնախումբ, որը զբաղվում է արցախցիների վերադարձի իրավունքի հարցով։ Եվ այդ հանձնախումբը հիմա հանդիպումներ է ունենում աշխարհի տարբեր երկրների օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ։ Քննարկումներ են տեղի ունենում, կոնֆերանսներ են տեղի ունենում եւ արդեն առնվազն 3-4 երկիր պատրաստ է իր օրակարգում ունենալ նաեւ այդ բանաձևի ձևավորումը ու հետագայում բնականաբար նաեւ ընդունումը։ Հասկանալի է, դա process է, դա այնպես չի, որ մենք կարող ենք ասել, որ 10 օրից, 20 օրից կամ 1 ամսից կլինի, բայց արդեն ներկայացումը մի քանի երկրների հարթակներում տեղի է ունեցել, ընդունվել է դրական եւ եկել են պայմանավորվածության, որ այսինքն ոչ թե շարունակական է ուղղակի օդում լինելու, այլ բանաձև ընդունվելու է։